Խանդը նորմալ երևույթ է, թե երրորդը իմ պատկերացրած այն ավելի լավ վերսիան է, որ կուզեի ես լնեի։ Ինչպես ձերբազատվել այդ զգացողությունից։ Ինչ անում, սկսում եմ խամրացնել, սենց ասած։ Այսինքն ես ինչը չհագնես, ես ինչը չգնաս, պաշտպանում է, փակում է, որ հանկարծ այդ խաղալիքին ինքը չկորցնի, ինքը գնում է վետրինայի հաջորդ խաղալիքի հետևից։ Ինչպես մարդը գիտակցի ու ընդունի, որ ինքնագնահատականի այդ խնդիր ունի։ Մինչև 10-12 տարեկան ոչ մի տենց վեհ գաղափարներ, բարոյական ես իմ ինչն ինքը չունի, ինքը ունի միակ նպատակ իր ծնողների համար լավը լինի։ Դες քուրդ ոնց է ինչա, էլի ես լավը չեմ, ինքը ավելի լավն է։ Երբ որ երախեն ինչ որ բան ուզում ասես մեսուս, մենակ քո կարծիքը ոչ մեկ չհարցրեց, իմ կարծիքը կարևոր չի։ Իմ կանանց ինքնագնահատական ումից է կախված։ Բոլորից։ Բոլորից։ Նևրոզ չունես, դու ինքնագնահատականի խնդիր ունես։ Խորհուրդ բոլոր տղամարդկանց ինչքան էլ հոգնած գնաք հասնեք տուն, հիշեք, գոնե 15 րոպե ձեր կնոջը պետքա լսեք։ Եսը կարևոր է ու էգոիզմը հեչված բան չի։ Հաղորդման գործընկեր Լապիոնի ծաղկի սրահ։ Լապիոնիում ծաղիկները պատմում են սիրո պատմություններ։ Այստեղ կգտնեք նաև Դուբայի հայտնի շոկոլադներից։ Հասցեներ Վաղարշյան 18 և Կոմիտասի 60 կոտորակ 2։ Հաղորդումը նկարահանվում է Beer Academy-ում։ Ողջույն, այսօր կյանքի ճանապարհին բժիշկ հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանն է խոսել ենք խանդի եւ ինքնավստահության մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խանդը նորմալ երևույթ է, թե պետք է հնարավորինս ամեն բան անել, որպեսզի ազատվել այդ զգացողությունից։ Իրականում մեր ցանկացած նեգատիվ էմոցիա ինքը կարող ենք համարել որպես առողջ, եթե 0-ից 100-ով պայմանական հաշվարկման համակարգով եթե չափենք, եթե ինքը մինչև 20-30% արտահայտված։ Բայց խանդը որպես այդպեսին դրանց մեջ չի մտնում եւ խանդը որպես կանոն միշտ ինքը 100-ի է հասնում։ Չէ, նույնիսկ 20% խանդը, նույնիսկ 40% խանդը, նույնիսկ 90% խանդը որպես այդպեսին ինքը առողջ էմոցիաների մեջ չի մտնում, այսինքն ինքը որպես կանոն իրացիոնալ ինչ որ բանի հետևանք է, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք, որպես կանոն ինքնագնահատականի, ցածր ինքնագնահատականի հետևանք է։ Պես ձերբազատվել այդ զգացողությունից։ Նախ պետք է հասկանանք խանդը առհասարակ 3 մեխանիզմով կարող արտահայտվի։ Ոնց որ սիրում եմ դասական օրինակներով ասել, մի դեպքում ես խանդում եմ ինչ որ մեկին երրորդի հանդեպ, որովհետև խնդիրը այն երրորդը իմ պատկերացրած այն ավելի լավ վերսիան է, որ կուզեի ես լնեի։ Դրա համար կոնկրետ մենակ այդ մի հոգու հանդեպ եմ խանդում, մնացածի հանդեպ չեմ խանդում։ Ու քանի որ այն ավելի լավն է, քան ես, ինքը կարա գնա իր մոտ։ Ավելի հավանական է, որ կգնա ավելի լավ վերսիայի մոտ։ Այդ բառը իմ պատկերացմամբ, բայց իմ պատկերացմամբ է ավելի լավ։ Երկրորդ դեպքում խանդում եմ բոլորի հանդեպ, ով ուզում է լինի, սաղի հանդեպ խանդում եմ, որովհետև ես այնքան լավը չեմ, որ դիմացինս կարա գնա ցանկացած մեկի մոտ։ Կոպիտ ասած, ես արժանի չեմ իրան, ես այդքան լավը չեմ, ես այդքան չկամ, ու ինքը շատ հանգիստ կարա ինձ թողի գնա ուրիշի մոտ։ Եվ երրորդ դեպքում ավելի շատ այդ սեփականատիրոջ զգացումով պայմանավորված խանդն է, որ սիրում եմ երեխայի օրինակի վրա բերեմ, օրինակ երեխան խանութում վիտրինայի վրա տեսնում է խաղալիք, ինքը դա չունի, ինքը ուզում է դա ունենա, ու քանի որ դա չունի, ինքը իրան սիրում է, պատրաստ է ամեն ինչ անի։ Այնտեղ մամային ասում է, տները կհավաքեմ, դասերը կանեմ, պլանշետին ձեռ չեմ տա, ես չեմ մենակ թե այդ ունենամ։ Ամեն ինչ անում է, հասնում է դրան։ Ոնց որ նույն եթե մարդկային օրինակի վրա բերում ենք միջանձնային, ամեն ինչ անում է ուշադրություն, հոգատարություն, կոմպլիմենտներ, նվերներ, չգիտեմ, ամեն ինչ անում է, որ այդ խաղալիքը ունենա։ Հետո հետաքրքրությունը կորում է։ Երբ որ խաղալիքը ձեռք է բերում, առաջի 2 օրը շատ լավ խաղում է, հետո ինչ անում, այդ խաղալիքը հայտնվում է այն մնացած խաղալիքների կույտի մեջ։ Բայց երբ որ ծնողներն ասում են նվեր տանք այն մյուսին կամ հարևան երեխան գալիս է ուզում այդ խաղալիքով խաղալ, ինքը այդ խաղալիքը պաշտպանում է, որովհետև այդ իմն է։ Հիմա նույն կերպ այդ նույն աղջկան հասնում է կամ հա որպես կանոն տղան աղջկան հասնում է ամեն կերպ այդ ուշադրությունով բանով։ Հետո ինչ անում, սկսում է խամրացնել, սենց ասած։ Այսինքն ես ինչը չհագնես, ես ինչը չգնաս, այն ինչը չանես, սրա հետ չշփվես, մաքսիմալ պաշտպանում է, փակում է, որ հանկարծ այդ խաղալիքին ինքը չկորցնի, ինքը գնում է վետրինայի հաջորդ խաղալիքի հետևից։
Մոտավորապես ես 3 մեխանիզմով ակնում։ Ոնց ազատվենք, քանի որ ինքը հետևանք է ցածր ինքնագնահատականի, բարձրացնելով ինքնագնահատականը։ Հասարակության մեջ կամ ձեզ դիմողների մեջ հիմնականում ձեր թվարկած տարբերակներից ո՞րն է գերակշռում։ Երևի առաջի երկուսը։ Եթե 3-ից էլ կան, բայց որ ասեմ գերակշռում երևի առաջի երկուսը, որ ես լավը չեմ ու ինքը կարող գնա ուրիշի մոտ։ Չնայած էդի ինձ դիմողներից, չնայած մեր հասարակության մեջ եթե նայենք, վստահ կասեմ, որ գերակշռողը այդ 3-րդ օրինակն է։ Տղաների դեպքում, աղջիկների դեպքում, կանանց դեպքում առաջին ես լավը չեմ, ինքը կարող գնա ուրիշի մոտ։ Որտեղից է գալիս այդ համոզմունքը։ Ցանկացած խորքային համոզմունք, իսկ մենք որպես կանոն չենք հասկանում, բայց բոլորն էլ ունեն խորքային համոզմունքներ, իրանք հիմնականում ենթագիտակցական մակարդակում են, ո՞մից հաշվով այդ խորքային համոզմունքները դառնում են մեր կյանքի նպատակը։ Ճիշտ է, մենք չենք հասկանում դա, բայց մենք սաղ կյանքի ընթացքում անում ենք ամեն ինչ, որ այդ խորքային համոզմունքները փակենք եւ անում ենք ամեն ինչ, որ հանկարծ դա չհաստատվի։ Ու եթե ինչ որ բան կարա նշանակի, որ իմ համոզմունքը ճիշտ է, այդ իմ համար կատաստրոֆա է։ Ու այո, իրանք գալիս են մանկությունից, ձևավորվում են որպես կանոն մինչև 6-8 տարեկան, սկսում են ձևավորվել մինչև 6-8 տարեկան, ավելի հստակ ձևավորվում ու կայունանում են մինչև 10 տարեկան եւ հաստատվում են արդեն 12 մինչև 12-14 տարեկան։ Այսինքն նկատողությունների, այ դու ես չարեցիր, դու սա լավ չարեցիր, նույնիսկ դասերի վերաբերյալ նկատողությունների։ Նայեք, պատկերացրեք, այդ որ ասում եմ խորքային համոզմունք, ինքը ոնց որ մի հատ ֆիլտր լինի, որ ցանկացած եկածած ինֆորմացիա մենք ճանաչում ենք через այդ ֆիլտր։ Այսինքն հասարակ օրինակ, եթե ես սա ձեզ ցույց եմ տալիս, դուք տեսնում եք ժամացույց, բայց դուք չեք կարա, չէ՞, տեսնեք ժամացույց։ Աչքը չի կարա որպես օրգան տեսնի ժամացույց, աչքը կարա տեսնի գույն, չափ, ձև, ինֆորմացիա փոխանցի ուղեղին եւ ուղեղում եղած բազայի հաշվին նոր դա ճանաչենք որպես ժամացույց, որովհետեւ նույն մեկին են աֆրիկական բամբուլներով ցեղերից մեկին եթե ցույցն է, ինքը չի տեսնի ժամացույց։ Նույն կերպ մենք ունենք զգայարաններ, զգայարանները փոխանցում են ինֆորմացիան ուղեղին եւ ուղեղի բազայի հաշվին դա ճանաչվում է։ Հիմա երբ որ երեխան ծնվում է, երեխան մինչև 10-12 տարեկան ոչ մի տենց վեհ գաղափարներ, բարոյական եսի մինչև ինքը չունի, ինքը ունի միակ նպատակ իր ծնողների համար լավը լինի, որտեղ երբ որ երեխան աչքերը բացում է, տեսնում է մամա, պապա, իրանք իր համար Աստված են, նույնիսկ աշխարհի ամենանարկոման ու անբարոյականը երեխու համար Աստված են, ու իր միակ նպատակը իր Աստվածների համար լավը լինելն է։ Ու երբ որ ծնողները վիճում են, օրինակ, երեխան տեսնում է, որ կա նեգատիվ, այն երկուսը Աստված են, ով է մեղավոր, դե ես եմ մնում, իմ պատճառով է այդ նեգատիվը, ես եմ իրանց խանգարում, ես եմ մի բան սխալ արել, արդեն ինքը վերցրեց իր վրա։ Ծնողներից մեկը հատկապես 90-ականներին գնում էր արտերկիր արտագնա աշխատանքների, երեխան չի ճանաչում դա, որ դե պապան ինձ շատ է սիրում, շատ է կարոտում, բայց որպեսի հետո ես լավ կրթություն ունենամ, 3-4 տարեկան երեխան դե չի մտածում, չունի այդ գիտակցում։ Երեխու համար դա նշանակում է, որ ես կարևոր չեմ իր համար, որ ինքը չկա, որտեղ մանկապարտեզում ասում է 3 պապա, մյուսը պատմում ասում է 3 պապայից հետ էս իշպանն էինք անում, հարց առաջանում, բախ իմ պապան իմ հետ չի անում։ Ու ավտոմատ էլի ճանաչվում է, որ դե ես իրան պետք չեմ, ես լավը չեմ, ես իր համար կարևոր չեմ։ Երբ որ ծնողները բաժանվում են, երեխան դա չի ճանաչում, որ դե պապան ու մաման առանձին մարդիկ են, իրավունք ունեն երջանիկ ապրելու, երեխան դա ճանաչում է, որ ես կարևոր չեմ, ես լավը չեմ, որ իմ պապան ինձ թողեց գնաց։ Ու սենց կամած ձևավորվում է, օրինակի համար այդ ես լավը չեմ, ես կարևոր չեմ։ Հետո երբ որ ասում են, այ հələ նայի են օրող բոլոր երեխուց օրինակ վերցրա, այդ արդեն ես այդ ֆիլտր ունեմ, այդ որ լսեցի, ոնց պետք է ճանաչեմ, որ ես լավը չեմ, ոչ թե ես դրանից մոտիվացվելու եմ, կամ որ այ դու որ դասերդ լավ անեիր, ես որ քո տարիքին էի, ես սենց էի անում, ես նենց էի անում, երեխան դրանից չի մոտիվացվում, երեխան դա լսում է ու հասկանում է, օ, ես ինչ վատն եմ ես ինչքան չեմ համապատասխանում իմ աստվածներին։ Ու սենց մեծանում է այդ երեխան։ Քրոջից այդ օրինակ վերցրա, այ տես քուրդ ոնց է, ինչ է, էլի ես լավը չեմ, ինքը ավելի լավն է։ Երբ որ երեխան ինչ որ բան ուզում ասում ես, ուսում մնա քո կարծիքը ոչ մեկ չհարցրեց, իմ կարծիքը կարևոր չի, իմ ցանկությունը կարևոր չի։ Հետո այդ նույն երեխան դառնում է 30 տարեկան, օրինակ համար լսում է, որ ընկերները տեղին գնացել իրեն չեն կանչել։ Այդ որ լսեց, ո՞նց է ճանաչելու։ Ես այդ նույն պրիզմայով ես կարևոր չեմ։ Ու ինչ է անելու, կամ ագրեսիա, կամ նեղվածություն ու հիստերիա։ Նույն կերպ աղջիկները հիմնականում տենց մեծանում են, չէ՞։ Կախվածությունը, որ ունենում ենք սիրային կախվածություն, հիմնականում այս մեխանիզմով է աշխատում։ Դու ինձ չզանգեցիր, ես քո համար կարևոր չեմ։ Դու ինձ սենց չարեցիր, ես քո համար կարևոր չեմ։ Այսինքն պարբերաբար հաստատում են պահանջում, որ չգա այդ զգացողությունը, որ ես լավը չեմ, ես կարևոր չեմ։
Չէ, ճանաչվում է տենց։ Եթե օրինակ համար ընկերը չզանգեց, այդ ճանաչումը որ ես կարևոր չեմ, այդ կապնում է խորքային համոզմունքին, իսկ դա շատ ցավոտ բան է։ Դրա համար ես ինչ եմ անում։ Փորձում եմ արդեն ստեղել չեմ հասկանում, բայց ավտոմատ ես մանիպուլյացիա եմ անում, պարտադրված մեղքի զգացում եմ առաջացնում իր մոտ, ասում եմ այ քո սենց անելու պատճառով ես վատ եմ։ Չէ, լացում եմ, նեղվում եմ, որտեվ դու չզանգեցիր, քո չզանգելու պատճառով եմ ես վատ։ Որ ինքը այդ մեղքի զգացումից ազատվելու համար արդեն անի այն ինչ որ ես եմ ուզում։ Իսկ այդ մարդը եթե ինքնաբավ մարդ լինի, այսինքն այդ մանիպուլյացիաներին չտրվի, ասի գիտես ի՞նչ կա, այդ առողջ չի եւ այլն, այդ պարագայում ես մեր sense ասած զոհը կամ կախյալի համար դա դառնում է շատ կատաստրոֆիկ, որտեղ հերթական անգամ հաստատվում է, որ ես լավը չեմ։ Հետո եթե մի հատ էլ այդ տղան իրան թողի գնա, вообще ես լավը չեմ։ Նա ինձ թողեց գնաց։ Ոնց ազատվել այդ համոզմունքներից։ Համոզմունքներից ազատվելու համար դրա համար հոգեվոր վերլուծությունը, փսիխոանալիզը աշխատանքի ընթացքում գնում է մանկություն, սա այդ ամեն ինչի հետ այնտեղ աշխատում է։ Գեշտալտ թերապիան գնում է ներքին երեխայի հետ աշխատում, հիպնոսը գնում ենթագիտակցության հետ աշխատում։ Հոգեթերապիայի այն ուղղությունը, որում ես եմ աշխատում, կոգնիտիվ թերապիան, որը թարգմանաբար նշանակում է ճանաչողական կամ մտածողական, մենք սովորում ենք առօրյայում գտնենք այդ իրացիոնալ մտքերը, որոնք ձևավորվել են խորքային համոզմունքների վրա հենվելով, ապացուցենք, որ դրանք սխալ են եւ դրանք փոխարինենք ավելի ադապտիվ մտքերով։ Պլյուս սովորում է այցելուն հարգի իրացանկությունները այն փուճուր երեխային, որ ասում ենք ինքն է սիրում, սկսում սիրել, ինքն է սկսում կարևորել, ինքն է սկսում պաշտպանել։ Այդ մի քիչ գեշտալտի տեսակետից ասեցի, բայց մեխանիզմը էլի նույնն է, ինքն է ստեղծում իր ապահովությունը, ինքը սովորում է կարևորել իր ցանկությունները, իր կարիքները։ Սովորում ենք հստակ մեխանիզմ, թե ոնց պետք է ճանաչենք դիմացինի վարքը ու մեր եսով չպայմանավորենք, որտեղ հիմնականում մենք դա վերցնում ենք մեր վրա, որ ինչ չզանգեց, ուրեմն ես եմ վատը։ Բայց իրականում չէ, տենց չի։ Կամ եթե իր համար կարևոր չեմ, ուրեմն ես կարևոր չեմ։ Ես կարեմ իր համար կարևոր չեմ, բայց դա չի նշանակում, որ ես կարևոր չեմ։ Հենց դա էլ է շատ դժվար տրվում երբեմն մեզ թույլ տալ ինչ որ մեկի համար վատը լինել, ինչ որ մեկի համար ոչ կարևոր լինել։ Դե եկեք հիմա օրինակ հնարավորություն ունենք, որ լսարանին էլ կարա օգտակար լինի, թեկուզ կարճ ձևով փորձենք։ Երբ կարա դիմացինը իմ համար լինի լավը, երբ որ լինի ինձ հարմար, չէ՞։ Երբ որ անի այն ինչ որ ես եմ ուզում, ինձ կոմֆորտ լինի, ինձ հարմար լինի։ Այսինքն դիմացինը նեղանում է կամ նեղվում է նրանից, որ ես ի վնասի ինձ, իրան լավություն չեմ անում։ Դա այդպես է ստացվում։ Դե արխային է ու նեղանա էլի։ Բայց հենց դա է խնդիրը, որ մարդկանց մեծ մասը շատ կարևոր հարցերում իրենք չեն կարողանում իրենց թույլ տալ, որ ինչ որ մեկի համար վատը լինեն, ինչ որ մեկը կունենա վատ կարծիք իմ մասին, հա, ես դա կարող եմ ինձ թույլ տալ։ Ինչի չեմ կարա թույլ տամ, որտեվ եթե ինքը իմ մասին վատ կարծիք ունենա, այդ կնշանակի, որ ես լավը չեմ, իսկ դա կհաստատի իմ խորքային համոզմունքը, իսկ դա իմ համար կատաստրոֆա է։ Դրա համար ենթագիտակցորեն ես փորձում եմ բոլորի համար լավը լինեմ, այդ ես լավը չեմ, որ ցանկացած խորքային համոզմունք ունի sense ասած կոմպենսատոր մեխանիզմ, որով մենք դա կոմպենսացիա ենք անում։ Բայց էլի նես չի, որ իկունը նստում եմ, sense պլան եմ գրում, թե ոնց անեմ, որ դա փակեմ, չէ, դա ավտոմատ մանկուց էլի մեխանիզմները ձևավորվում են իրանց պատճառներին համապատասխան։ Նույն ես լավը չեմ փակելու տարբեր մեխանիզմներ կա, պերֆեկցիոնիզմն էլ է, ես լավը չեմ փակելու ուղղված, որ փորձում եմ ամեն ինչ իդեալական անի, ամենտեղ հասցնի, ամենան լինի, որ ապացուցի, որ ինքը լավն է։ Ու ցանկացած բան, որ տենց չի կարում անի, դա էլի հաստատում է, որ ես լավը չեմ։ Չէ՞։ Դրա համար ինքը ճղվում է, լարվում է ամենտեղ, հենց այդ էլ նաև էլի բարձրացնում է լարվածությունը, տագնապայնությունը, դրանից սկսում է արդեն սիմպտոմատիկան, դրանից սկսում են արդեն պանические հետո ասում է ես նևրոզ ունեմ։ Նևրոզ չունես, դու ինքնագնահատականի խնդիր ունես, որը բարձրացրել է քո լարվածությունը, որը քո մարմնում առաջացրել է որոշակի զգացողություններ, որոնք դու չես հասկացել ոնց են առաջացել, մի հատ սկսել ես դրանցից վախենալ։ Ու ձևավորվել է այդ ամեն ինչը։ Նույն այդ ես լավը չեմ փակելու մեխանիզմը ալտրուիզմը։ Այսինքն, երբ որ փորձում է բոլորի համար ես ոչինչ կարևոր իրան լավը լինի, ես նենց եմ սիրում բոլորին նվերներ տալ։ Խի, որտեվ այդ ժամանակ ենթագիտակցորեն ես ապացուցում եմ, որ ես լավն եմ, ես ինչ լավն եմ, իրանց երջանիկ դեմքերն եմ տեսնում, իրանց շնորհակալ դեմքերն չեմ ասում, ես գիտակցաբար ասում եմ, բեր ես իրան նվեր տամ, որ ինքը ինձ ասի մերսի, ես դրանից ինձ լավ չէ։ Ավտոմատ ես այդ անում եմ, հաճույքը զգում եմ, բայց այդ հաճույքը խեմ զգում, որովհետև ինչ որտեղ ես ինձ համոզում եմ, որ ես ինչ լավն եմ։ Ու ուստեղ նույն զոհի հոգեբանությունն էլի ես լավը չեմ, ես կարևոր չեմ փակելու ուղղված մեխանիզմը։ Այդ էլ վատը լինեմ, որ դրանով ուշադրություն ու կարևորություն ստանամ։ Բայց ցենց ասած абսուրդը կայանում է նրանում, որ մենք երբ որ առանց հասկանալ այդ նույն կոմպենսատոր մեխանիզմներով փորձում ենք խորքային համոզմունքները փակենք,
իրականում այդ նույն մեխանիզմով մենք այդ խորքային համոզմունքը կոպեկի մյուս կողմով ավելի ենք հաստատում։ Այսինքն նույն պերֆեկտը, երբ որ փորձում աստեղ պերֆեկտ լինի, ինքը չի կարող բոլոր ոլորտներում պերֆեկտ լինի։ Այնտեղ դառնում է, որ ես լավը չեմ, փաստորեն չկարացա։ Օրինակ մաման, պապան փորձում է ինչ-որ հարցում պերֆեկտ լինի, մնում է մինչև ժամը 9-10 չեմ անում, ինչ աշխատում է, որ սա հասցնի են ծերին լրիվ իդեալական լինի։ Գալիս է տուն, բայց հիշում է, որ այսօր երեխա ժամանակ չանցկացրեց։ Օպ, ուրեմն ես լավ ծնող չեմ։ Իսկ այդ նույն պերֆեկցիոնիստի համար դա շատ սուր բան կլինի։ Կամ նույն ալտրուիզմը, երբ որ ես բոլորին կարևորում եմ, որ դրանով կարևոր լինեմ, բայց արդյունքում ես իմ կարիքները չեմ կարևորում։ Ու նորից էլի դառնում է, որ ես իմ համար կարևոր չեմ։ Այսինքն, երբ որ մենք այդ խորքային համոզմունքը փորձում ենք ինչ-որ մեխանիզմով փակենք, իրականում այդ մեխանիզմով մենք դա ավելի ենք հաստատում։ Ինքնագնահատականը կարելի է առանց հոգեբանի միջամտության բարձրացնել։ Հազվադեպ, բայց կարելի է, ուղղակի դա շատ ավելի երկար կտևի, եթե հնարավոր լինի ու կարողանա, որովհետև դա միլիոնավոր ֆակտորներից է կախված։ Բայց եթե հնարավոր լինի, շատ ավելի երկար կտևի, շատ ավելի ոնց որ կա հստակ ճանապարհ, որ դու պետք է անցնես, որ մասնագետը, ով այդ ճանապարհն անցել է, շատ པարզ տեսնում է, ուղղակի քո ասենց ասած թաթիկը բռնած քեզ այդ ճանապարհով անցկացնում է, դու իրան վստահելով գնում ես։ Ուրիշ բանա իր հետ գնաս, ուրիշ բանա դու այսենց գնաս հասնես ընդդեից հետ գաս, ուրիշ տեղ գնաս։ Հնարավոր է հասնել այն կետին, բայց թե երբ ինչքան ժամանակում ինչ գնով ու կհասնես արդյոք չեմ կարող ասել։ Ու հատկապես կանանց առումով, որովհետև տղամարդու ինքնագնահատականի վրա մեծ հաշվով մեծ նշանակություն ունի, չեմ ասում ուրիշներին չունի, էլի ունի, բայց ասենք 1, 5, 10% նշանակություն ունի։ Մեծ նշանակություն ունի միայն մոր կարծիքը, այսինքն տղամարդու ինքնագնահատականը կոպիտ եթե ասեմ, կախված է մոր կարծիքից եւ իր կողքի կնոջ կարծիքից։ Մեծ տարիքում էլ։ Հա, մեծ հաշվով։ Հետաքրքիր է։ Իսկ կանանց ինքնագնահատականը ումից է կախված։ Բոլորից։ Բոլորից։ Նույնիսկ երթուղայինի անծանոթ մորքուրից, ով որ մի հատ թարսնեց, ինչից թարսնեց, կարող է այս ինչը սենց չէր, այն ինչը սենց չէր։ Հա, դրա համար նույն կանայք այդ լսելու, որ ճիշտ է, տղամարդիկ էլ ունեն դրա կարիքը, տղամարդիկ կասեն, չէ, մենք ռացիոնալ ենք դրա կարիք չունենք, բայց մեկը հաճելի է, որ լսում ես, որ դու կարևորն ես, վայ, ապրես ես ինչ բանը որ արեցիր, տղամարդիկ էլ ունեն դրա կարիքը, բայց կանայք դրա կարիքը շատ ավելի շատ ունեն, որովհետև իրանց է շատ ավելի շատ բաներից է կախված, դրա համար իրենք դա լսելու ավելի շատ կարիք ունեն։ Դրա համար են կանայք ավելի շատ հայլիներից օգտվում։ Կապ ունի իրար հետ թե։ Որ ուզենք կարան կապենք։ Ուղղակի այստեղ էլի սխալ ենք գնում, մենք ինչ որ մի բան հայլուց օգտվելը պայմանավորում ենք մենակ մի բանով։ Դրա համար են։ Չէ, մենակ երբեք ոչ մի բան, մենակ մի բանի հետևանքով չի լինում։ Նաև դրա համար կարանք ասենք սենց։ Նաև դրա համար, որ հա տեսնի հո մազը ծուր չի, հո շորը սենց չի, հո ինչի մեջ չի։ Անընդհատ հաստատումը ստանա, որ ինձ հետ ամեն ինչ կարքին է արտակնիս հետ։ Այդ գումարած, որ հանկարծ իմ մասին վատ բան չմտածեն, հո վերս թերություն չկա, որ կողքից տենան ուրիշ բան մտածեն։ Չէ՞։ Իսկ տղամարդը այդ առումով կինը օրվա ընթացքում կարա 3-4 շոր փոխի, չէ՞։ Տղամարդը ոնց է անում։ Տղամարդը հատկապես ինքնաբավ տղամարդ է, կարող է շոր չառնի էլ։ Հենց ունեմ հակնում էլի լավ է էլի։ Տղամարդը որպես այդ առումով որպես մտածելակերպի բան եթե ասեմ, հիմնականում իր մտածելակերպը սենց է. խնդիր, լուծում։ Իր ուղղը տենց աշխատում, լինի խնդիր, խնդիրը լուծենք։ Եթե խնդիր չկա, լուծում չի պահանջվում, բան չկա անելու։ Ու դրա համար մեքենայից եթե ձայն չի գալիս, որպես կանոն չեն տանում բանի մոտ, մասնագետի մոտ որ նայ չէ, խնդիրը լինի, որ նոր տանեմ։ Եթե շոր ունի հագնելու, խնդիր չկա, հագնում եմ, էլի խնդիր չկա, ինչը լուծեմ։ Իսկ կանեք ինչ են անում։ Ինչ։ Ումին ինչ։ Նույն դասական տենց օրինակ կա, որ շատերը բերում են, ինքը լավ օրինակ է, դրա համար ես էլ եմ սիրում իրան բերել, նույն լվացքի մեքենան։ Տղամարդը տեսնում է լվացքի մեքենա, հա, այս կնոպկեն սոխում ես միանում է, այս կնոպկեն սոխում ես անջատում է, վсё, ուրիշ բանի ձեռք չենք տալի։ Մեխանիզմն աշխատում է, աշխատող մեխանիզմին ձեռք տալ չի կարելի։ Կինը ինչ է անում։ Էսի ինչա, որ սենց սխմեմ ինչ կլինի, անի որ սենց անեմ ինչ կլինի, հա ճիշտ է, սենց աշխատում է, բայց վեր մի հատ էլ սենց փորձեմ, էս ինչը փոխեմ, բայց եթե ֆունկցիաները կա, ինչի չփորձել։ Դե այդ եմ ասում, որովհետև եթե հետ գնանք այն հին քարանձավերի ժամանակներն է, տղամարդու էությունը ինչու՞մ էր, խնդիր լուծի, չէ, գնա, որսանի, գա, ընդ պաշտպանությունը լինի, կողակցին քցիուսին, գնա քարանձավ, ելնի, վсё, իր առօրյան էդ էր։ Իսկ կնոջ ֆունկցիան դե որն էր։
Այդ նույն չեմ անում ույուտը, կոմֆորտը, այ հացը այս քարի վրա ուտենք, թե այն կոճղի վրա ուտենք, այս քարի վրա որ են խոտերից, ծաղիկներից պոկեմ դնեմ, ավելի սիրուն կլինի։ Ես չեմ ասում դա վատ է կամ լավ է, ես խոսում եմ զուտ տարբերության մասին։ Դրա համար էլ նույն մտածելակերպի առումը ոնց է տղամարդը մինչև մի թեմայից չկտրվի, ուրիշ թեմա ինքը չի կարող լսի։ Ոնց որ սենց ասած մեր ուղեղում պատկերացնենք լիքը դարակներ ունենք։ Տղամարդը մի դարակը որ բացում է, որպես կանոն, չեմ ասում բոլորը։ Բայց տղամարդը երբ որ մի դարակը բացում է, մինչև ինքը դարակը չփակի, ուրիշ դարակ չի բացում։ Կոպիտ ասած իր մոտ կախում է։ Կինը ինչ է անում։ Ինքը միանգամից ավրոտ դարակ է բացում։ Ու ինքը կարա ներվայնանա օրինակի համար, թե ինչի տղամարդը չի կարող իր հետևից տենց արագ-արագ գնա, որտեվ դու այնտեղ մի դարակ բացել ես, այդ տղամարդու մոտ հիմա ինքը դարակի վրա է կենտրոնացած։ Մինչև այդ դարակը չփակի, ինքը մյուսին չի կարող անցնի։ Իսկ կինը ջղայնանում է, ներվայնանում է, որ դու չես կարող իմ հետևից հասնես։ Կամ նույն տղամարդը կինը երբ որ խոսում է միջանձնային հարաբերությունների խնդիրները հիմնականում ինչից է գալիս։ Սենց ասած դեկադիրովկայի խնդիրն է։ Կինը ուրիշ բան ասում, տղամարդը ուրիշ բան է լսում։ Կամ տղամարդն ուրիշ բան ասում, կինը ուրիշ բան է լսում։ Որտեվ կինը երբ որ ինչ որ առօրյայից օրինակի համար առօրյայում լիքը իրադարձություններ են եղել, բան ողջևորված, ում հետ պետք է կիսի այդ ինֆորմացիան։ Սպասում է որ իր ամենահարազատ մարդը գա, ում հետ որ ինքը պետք է կիսվի այդ էմոցիաներն, պատմությունն, ասախ պատմի։ Տղամարդը գալիս է, կինը սկսում է պատմել։ Տղամարդը լսում է ու ավտոմատ այդ լսածի մեջ ինքը մանա գալիս։ Խնդիր, ուրա խնդիրը, խնդիրը ո՞րն է։ Հենց լսում է խնդիրը, ասում է դե սենց արա, լուծումը առաջարկում է։ Կինն էլ ասում է դու ինչ չես հասկանում։ Որովհետև ինքը խնդրի լուծում չէր ուզում, ինքը պրոստը կիսվում էր։ Իսկ տղամարդը ունակ չի տենց լսի։ Ինքը եթե ինֆորմացիայի մեջ խնդիր չկա, ինչի համար եմ ես այդ ինֆորմացիան լսում, եթե լուծելու բան չկա, ինչի համար եմ ես այդ լսում։ Այսինքն ձանձրալի է տղամարդու համար։ Չէ, իմաստ չունի։ Զուտ իմաստ չունի։ Դրա համար տղամարդը պետք է սովորի այն լսի ուրիշ ձև, կինը պետք է սովորի այն լսի ուրիշ ձև, որովհետև տղամարդն էլ որ ասում է դե սենց արա, կինն էլ այդ ճանաչում է, որ համ դու ինչ չես հասկանում, բայց մի քիչ էլ եթե տակը այդ խորքային համոզմունքների ինչ որ բան ունի, ու որպես կանոն դա լինելու է, ուզում ես ասես ես լավը չեմ, ուզում ես ասես ես չեմ հասկանում, այսինքն տղամարդու ասածը վերագրում է իր եսին, կպցնում է իր եսին ու դե վեճը պատրաստ է, չէ՞։ Դե ոնց մայ մարդ մի բան չեն կարող ասենք մի անգամից, որովհետև դու ուրիշ բան ես ասում, ինքը ուրիշ բան է ասում։ Դե համար տղամարդը պետք է սովորի ու միշտ ասում, ցանկացած տղամարդ, ինչքան էլ հոգնած խորհուրդ բոլոր տղամարդկանց, ինչքան էլ հոգնած գնաք հասնեք տուն, հիշեք, գոնե 15 րոպե ձեր կնոջը պետք է լսեք։ Այսինքն ցանկացած կին այդ խոսալու կարիքը ունի, պետք է լավ sense ասեմ։ Նույնիսկ եթե չես էլ լսում, բայց պիտի լսես։ Ցանկալի է ընթացքում ինչ որ ակտիվ ձայնարկություններ էլ հանեք։ Հա, այս ինչ լավ բան ես ասում։ Ու դրան վերաբերվեք ու հիշեք ու ձեր համար ուզում եք ինչ որ թերթիկ գրեք, կպցրեք, դրեք, որ երբ որ ինքը խոսում է, դուք այդ թերթիկին նայեք, ինքը խնդրի լուծում չի ուզում, ինքը ուղղակի կիսվում է պատմումը։ Ինձանից ոչ մի բան չի հասնում անել։ Ինձանից ինչ որ բան հասնում անել, երբ որ ասի կյանքս կարաս ես ինչ բան անես, խնդրում եմ ինձ հարցով օգնի։ Կամ այդ նույն ինֆորմացիան, որ ինքը պատմեց, այդ ինֆորմացիայից հետո մի հատ հարցնենք, ինչ որ օգնության կարիք կա, ուզում ես կարծիքս լսես դրա մասին, թե պրոստը պատմում է իր։ Կարաս հարցնես, այսինքն պետք է սովորենք իրար հետ խոսել։ Նույն կերպ էլ կինն էլ պետք է սովորի, որ տղամարդը երբ որ ինչ որ բան է ասում, այդ պարտադիր չի իր եսի մասին լինի։ Որպես կանոն իր եսի մասին չի։ Նույնիսկ եթե ասում է այ դու լավը չես, միևնույնն է, էլի դա կնոջ մասին չի։ Տղամարդու մասին է։ Իր արժե համակարգի, որտեվ ինչի համար է դա տենց ասում, այդ կոնտեքստով ասում ու տենց ուղիղ ասում, նպատակ ունի ինչ որ կնոջը նեղացնի, ուզում է ապացուցի, որ կինը սխալ է, որ կինը նեղվի, այսինքն այն նույն մեխանիզմով էլի դիմացին ինքս եմ իր ֆոնի վրա ես ենթագիտակցորեն հաստատվեմ, ու պետք է հիշենք էլի ցանկացած տղամարդիկ հիշեք, որ ձեր կնոջը դուք չպետք է հաղթեք, որովհետև եթե մենք մեր կնոջը հաղթենք, մենք բոլորս է պարտվում ենք։ Ինչու՞։ Որովհետև եթե կինդ վատ եղավ, տանդ մթնոլորտը վատ է լինում, երեխեքդ վատ են լինում, դու վատ ես լինում, սա վատ է լինում։ Բայց հիմա ժամանակները այնքան են փոխվել, որ շատ հաճախ կանայք են փորձում տղամարդկանց հաղթել։ Գիտեք, ավելի շատ կասեի ոչ թե փորձում են հաղթեն, ոչ թե ավելի շատ փորձում են հաղթեն, այլ ցավոք, բայց հա, մեր իրականության մեջ դա տեղ ունի, որ կանայք տեսել են որ տղամարդկանց վրա, նո մեծամասնությունը չեմ ասում բոլորը, բայց ցավոք հələ ճնշող մեծամասնությունը տեսնում են որ տղամարդկանց վրա հույս դնելու չի։ Իրանք կենտրոնանում են իրանց վրա, իրանք ավելի իրանց
որովհետև դա սիրակություն էլի եթե գնում ենք, այն ժամանակ ոնց եղե կինը ոչի բան պետք է չանի, կինը ես չունի, սենց չանի, չաշխատի, պետք է նստի տունը։ Հիմա ավելի ինքնաբավ են դառնում, ավելի ինքնակրթվում, զարգանում, աշխատում, այդ ամեն ինչ իրենք կարողանում են անել։ Ու շատերը նույնիսկ ինչ են անում, ճակերտավոր մասնագետներ խորհուրդ են տալիս, ասում է հանկարծ տղամարդուց ավել գումար չաշխատես։ Դրանով դու իրան կնեղացնես։ Կինը պետք է տղամարդուց քիչ գումար աշխատի։ Ինչի՞։ Որ հանկարծ տղամարդը չմտածի, որ ես պետք չեմ, ես թույլ եմ։ Կլինի տղամարդը մի քիչ ավելի ճիշտ է ամեն ինչը ճանաչի, հասկանան, որ դրանով հարցը չի լուծվում, որ ավելի մոտիվացնի իր կնոջը, ավելի, որովհետև ամուսնական հարաբերություններում, առողջ հարաբերություններում պետք է իրար, ասենց ասած, կերակրելով բարձրացնենք, ոչ թե իրար գցենք, ոչ թե իրար սահմանափակենք, ոչ թե մեկը ճահիճի մեջ լինի, մյուսին էլ կապի հետը պահի ճահիճի մեջ, ոչ, ընդհակառակը պետք է իրար կերակրելով բարձրացնենք։ Բայց շատ հաճախ հենց հասարակության երևի այդ մանկությունից եկած էլի կարծրատիպ է կամ հետևանք, որ տղամարդկանց ինքնագնահատականի վրա է ազդում, երբ որ կինը ավելի տղամարդու խնդիրն է։ Տղամարդու խնդիրն է։ Ինչի է ինքը դա ճանաչում, էլի ճանաչողության հարց է, երբ որ ես տեսնում եմ կամ լսում եմ, որ իմ կինը շատ է գումար վաստակում, դա ինֆորմացիան գալիս է։ Ես այդ ինչ ֆիլտրով եմ ճանաչում, որ դա նշանակում է, որ ես լավը չեմ։ Ոնց է տենց դառնում։ Ես կարամ դա ճանաչեմ, որ ինչ լավ է, որ իմ կողքինը լավ է, ինչ լավն է իմ կողքինը, ինչ խելացի է ինքը, ուրախանամ իրանով, ոգևորեմ իրան, հպարտանամ իրանով։ Ինչ եմ ես դա ճանաչում, որ ուրեմն ես լավը չեմ։ Ուրեմն ես չեմ կարողանում։ Ես այդքան չկամ, ես լավը չեմ, ես թույլ եմ։ Դա համար պետք է իրար ուտացնելով բարձրացնեն, ոչ թե իրար գցեն։ Ոչ թե մեկին գցեմ իրա վրա, ես ինքնահաստատվեմ։ Ոչ թե սահմանափակեմ, ես անեմ, այն անեմ, տես ասում է նորմալ կինը այս ժամին, ենթադրենք ժամը 9-ին ընկերուհիներով տեղ են գնում։ Նորմալ կինը այս ժամին ինչ գործ ունի դուսը։ Բա որ կողից մեկ ես քեզ վստահում եմ, ես կողքիններին չեմ վստահում, շատ տարածված մանիպուլյացիոն բան։ Վստահում ես, ուրեմն վստահ եղի, որ ինքը իր սահմանները կարապահի, դու էլ որպես տղամարդ այնքան կաս, որ ցանկացած պահի կգնաս իր կողքը կանգնես, իր հարցերը կլուծես։ Հո, բան չի, եթե վստահում ես, վստահի։ Չէ, ավելի լավ է ես ասեմ, որ քեզ վստահում եմ, ուրիշներին չեմ վստահում, որ դու չգնաս, ասես տունը նստես, ես հանգիստ լինեմ, էլի։ Ինչպես մարդը գիտակցի ու ընդունի, որ ինքնագնահատականի հետ խնդիր ունի։ Սկզբնական փուլը դա է, չէ՞։ Ցավոք չեմ կարող մի հատ նախադասություն ասեմ, որ բոլորի համար ինքը սենց կաշխատի։ Բայց ավելի շատ երևի պետքա իրանց ավելի շատ հարցեր տան, ինչ են անում իրանք ուզածների քանի տոկոսն է բավարարված, այդ անում է, որտեվ ինքն է ուզում, թե ուրիշի համար է դա անում, իսկ եթե ինքը ուզեր տենց կաներ, թե չէ, այսինքն մարդը պետք է սովորի հաշվի նստի իր ցանկությունների հետ։ Ինքը իսկականից տենց է ուզում, թե տենց չի ուզում, բայց դե հարմարվում է, բայց դե ոչինչ, դե բակողից ինչ կմտածեն, դե սենց անեն, որ ինքը չնեղանա, այսինքն ինչքանով է ինքը հարգում իր ցանկությունները։ Բայց որ ասեմ, տես մի հատ ոսկի նախադասություն չէ, չեմ կարող ասեմ։ Ու առհասարակ, ինչի չգնալ մասնագետի հետ չզրուցել։ Ինչի չգնալ պրոֆիլակտիկ, ինչի չգնալ չզրուցել։ Ինչի ենք մենք ես շատ հաճախ այցելուներին հետ ասում եմ, բայց դե ինչքան պիտի այդ անեմ։ Ասում եմ դու մի անգամ լողանում ես ու վсё։ Ինչի ֆիզիկական մարմնի հիգիենան մենք պահում ենք, իսկ հոգեկան հիգիենան չպետք է պահենք, ուզում ենք նենց անենք, որ լանելու կարիք չլինի, ինչի դա էլ այդ հիգիենան էլ պետք է պահվի։ Ու շատ զարգացած երկրներում դա նորմա է, որ մարդիկ ռեգուլար գնում են մասնագետի հետ հանդիպում են, զրուցում են, պարտադիր չի։ Այդ մեր ասենց ասած հայավարի բանն է, չէ՞, մինչև դանակը ոսկրին չհասնի։ Նորմալ երկրներում, զարգացած երկրներում, որտեղ որ այդ գիտակցումը կա, մարդիկ գնում են իրանց առօրյա նեգատիվը, թեկուզ նեգատիվը դատարկելու, թեկուզ եթե նեգատիվ էլ չի եղել, բայց թույլ ասենք ինչ որ ստրեսային բան ա եղել, կողքից կարծիք լսելու, մասնագետի աչքով նայելու, որ նույն իրանց ուղեղ այդ ինֆորմացիան ճիշտ գնա, ոչ թե այնտեղ կոպիտ ասած աղբանոց դառնա, որ նույն ինֆորմացիան մենք այնտեղ ճիշտ ֆիքսենք, ճիշտ արժեք տանք, ճիշտ ձևով նստացնենք, որ հետո, որովհետև եթե սխալ ենք նստացնում, հետո էլ իրան հետևանք ուրիշ բաներ առաջացնում։ Այդ ամեն ինչը, դասեք մեր մոտ ինչ ընկերուս հետ կխոսամ, մամայիս հետ կխոսամ, մամաս ինձ շատ լավ հասկանում է, բայց չի կարելի նման թեմաները մամայի հետ խոսալ կամ ընկերուհու հետ խոսալ։ Օրինակի համար կողակցի հետ վիճել, գնում է ընկերուհիների մոտ, սկսում է պատմել, թե ինչքան վատնա է այդ տղեն։ Մամային գնում պատմա, թե ինչքան վատնա է այդ տղեն։ Սաղով հավաքվում են, ասում են, այո, շատ վատնա ինքը, քարկոծում են, ինչ ասես անում են, հետո ինքը այդ տղայի հետ բարիշում է։
Բայց այն նրանց չես կարող համոզես, որ ինքը լավն է։ Մեկը մամայի աշկում, ինքը լավը չի դառնալու։ Ամեն անգամ նորից գալու ես, սկսելու ես արդարացնել, որ չէ, դե ինքը սենց, դե ինքը նես։ Դրա համար նման հարցերը, անձնական հարցերը, շատ բաներ կա, որ պետք է չի այնտեղ քննարկել, որովհետև մաման այդ նույն սիտուացիային ուրիշ տեսակետից է նայելու, ընկերուհիները չեմ կարծում, թե բոլորը այնքան առողջ հոգեբանություն ունեն, որ ճիշտ են դատելու, ճիշտ են գնահատելու։ Ամեն մեկը իր ներքին համոզմունքներից ելնելով կամ կողքից մի օրինակ է տեսել իր կյանքի ընթացքում, այդ օրինակից ելնելով է խորհուրդ տալու։ Բա իհարկե, որովհետև երբ որ մենք էլի խոսում ենք, մենք ոնց ենք ինֆորմացիան գալիս է, ճանաչվում է մեր բազայի հաշվին եւ խոսում ենք կամ ինչ-որ բան անում ենք ըստ այդ բազայի, չէ՞։ Մեր կյանքի փորձի, մեր բազայի ինֆորմացիան ըստ ինչի եմ ճանաչում, որ տեսա սա, ճանաչում եմ ըստ բազայի եւ խոսում եմ ըստ բազայի։ Բայց ոչ մեկ չի ասել, որ իմ բազան ձեր բազայի հետ համապատասխանում է կամ այն ինչ որ իմ համար հաճելի է կամ նորմալ է, դա ձեր համար կարա նորմալ լինի։ Օրինակ շատ հաճախ ասում են դու լավ մասնագետ ես, մի հատ խորհուրդ տուր, ինչ անեմ։ Ես ինչ եմ անում, դու ինչ անես։ Շատ կոպիտ օրինակ, եթե ասեմ օրինակ, հա մի շփվի իր հետ։ Կարող է իմ համար չշփվելը օքեյ։ Կարող է ես եմ դրա հետ գիշերը հանգիստ բարձին կդնեմ գլուխս կքնեմ, բայց կարող է քո արժե համակարգում դա նորմալ չի ու կարող է դու դրա հետ չկարանաս հանգիստ լինես։ Դրա համար ես չեմ կարող խորհուրդ տամ։ Ես կարամ օգնեմ, որ դու տեսնես, հասկանաս, այն մյուս կողմից նայես, մաքուր ապակիով նայես, ոչ թե խորքային համոզմունքներով, իրացիոնալ ինչ-որ համոզմունքներով նայես, adekvat, մաքսիմալ adekvat սիտուացիան տեսնես ու դու ինքդ որոշում կայացնես, ինչ է քեզ պետք։ Ես չեմ կարող ասեմ այս սենց է։ Իսկ ընկերուներն ինչ են անում, ամեն մեկը իր բազային համապատասխան ինչ-որ խորհուրդ է տալու։ Հետո, եթե դու իր բազային համապատասխանն անես, պարտադիր չի, որ այդ քո համար լավ լինի, եթե իր բազային համապատասխանը չես անում, ինքն է սկսում ջղայնանալ, ներվայնանալ, թե մեռանք ասելով սենց արա, ես որ քեզ ասում էի սենց արա, նենց արա, էլի չհասկանալով, բայց ավտոմատ ինքը ինչ է անում, ինչի համար է այդ սա ասում։ Ինչի ասում, այ որ քեզ ասում էի սենց, այ որ սենց անեիր ավելի լավ կլներ։ Դրանով ենթագիտակցորեն ասում եմ, որ տես ես իշ լավն եմ, իսկ դու վատն ես։ Հետո դառնա, որ այս ընկերուհին սրա է սկսում է չի կարողանում շփվել, էլի հարաբերությունները փչանում են։ Դե մեր ինչի՞ չէ, որպես հիգիենա գնալ մասնագետի հետ զրուցել, այդ ամեն ինչը այնտեղ քննարկել, այնտեղ դատարկել։ Բայց տեսեք, մենք հիմա խոսում ենք մարդկանց մասին, որոնք հնարավորություն ունեն։ Չէ՞ որ հոգեբանին դիմելը նաև ֆինանսական հնարավորություններ է ենթադրում, բայց եթե նայենք մեր երկրում քանի տոկոսն է աշխատազուրկ, քանի տոկոսն է ստանում ցածր եկամուտ, հետեւաբար հոգեբանի ծառայությունները անհասանելի են։ Բայց այդ մարդիկ ինչ անեն։ Նույնքերպ բժիշկները, նույնքերպ վարսահարդարները, նույնքերպ մատնահարդարները կան ովքեր բարձր կվալիֆիկացիայի մարդիկ են, ովքեր աշխատում են ավելի լավ նյութերով, ավելի լավ սարքավորումներով, ավելի լավ էսինչով, կամ իր փորձն է թույլ տալիս, որ մի հատ տենց պատմություն կար, չէ, որ նավի մեջ ինչ որ խնդիր ա լինում, ինչքան չարչարվում են, չեն կարողանում լուծեն ժամերով աշխատում են, մասնագետին կանչում են, գալիս է մուրճով մի հատ տեղի վրա թխկացնում, ասում է խնդիրը լուծված է, ու այսքան գումար պետք է տակ, ասում է մի հատ մուրճով խփելու համար, չէ, այն ժամանակի համար, որ ես դες խնայեցի, այն գիտելիքը ունենալով։ Որ ոչ թե 6 ժամ տանջվեցի, տեղ ձեզ էլ տանջեցի, ուրիշ բաների համար փող ուզեցի, այլ հենց այդ իմ գիտելիքի համար եք դուք վճարում։ Ու բոլոր ոլորտներում էլ դա կա։ Մենք չենք գնում, չէ, ինչ որ մատնահարդարի մոտ ու ասում, բայց կլինի այս լավ նյութով անես, բայց այս ժանով անես։ Ասում ես դրա համար կարամ այս նյութով անեմ, ասում եմ չէ, բայց ես այն եմ ուզում։ Իսկ ինչ վերաբերվում է բժշկականին, ինչ վերաբերվում է հոգեկան առողջությանը կամ պետական պետպատվերի շրջանակում, նույն պոլիկլինիկաներում կան կցված հոգեբաններ, նույն կան նորավարտ հոգեբաններում, ստաժա պետք, պրակտիկայա պետք, նույն կան շատ մատչելի գնով աշխատող, օրինակ սիմվոլիկ, ասենք, չգիտեմ, 5000-7000 դրամով աշխատող մասնագետ, ով նոր ավարտել, իրան փորձա պետք, կամ ինչ-որ գրանտ կա, որ այդ գրանտը ծրագիրը եկել է, ինքը գրանտից է իր ֆինանսը ստանում, ընդեղ է աշխատում։ Դիմեն իրանց։ Պետք է փնտրել, գտնել այդ պահին հարմար մասնագետ, ամեն դեպքում կա տարբերակ։ Տենց լավ խոսք կա, ասում եմ, մարդ ով ուզում է, գտնում է տարբերակներ, ով չի ուզում, գտնում է պատճառներ։ Ինձ ես մարդ ունեմ, ինքը 3 տարի է գրում է, «Էս ինչը ոնց անեմ»։ Այդ 3 տարվա ընթացքում իր կյանքում բան չի փոխվում, ինքը մենակ հարցնում է։ Ինքը ոչ մի մասնագետի չի դիմում, ինքը իր վրա չի աշխատում։ Նույնիսկ շատ այցելուներ ունեցել եմ, որ իրանք եկել են իմ մոտ, ու երբ որ մենք սովորել ենք այն ինչ որ սովորում ենք թերապիայի շրջանակներում, ինքը հետո ասում է,
Բժիշկ, բայց այս ամեն ինչը մեծ հաշվով դուք Telegram ալիքում եք, վիդեոների ժամանակ ես աղել բացատրում ես, էլ այսինքն եթե ուշադիր լսենք, կարանք այդ ամեն։ Հա, լսեք, սովորեք, արեք։ Իսկ հիմնականում ինչ են անում։ Հիմնականում լսում են, որպես վայ, էս ինչ լավ բան է ասում, բայց դասեր քաղել, նշումներ անել, որ հետո դա փորձեմ այ մյուս սիտուացիայում փորձեմ դրան տենց չվերաբերվեմ, նենց վերաբերվեմ, հարցոք այդ բան ես ճիշտ մտածեցի, ուրիշ տեսակետից նել չենք փորձում։ Եթե ամբողջացնենք խանդի եւ ինքնագնահատականի թեման։ Ստացվում է, որ խանդը հիմնականում կապված է ցածր ինքնագնահատականի հետ։ Իսկ ինքնագնահատականն էլ գալիս է մանկուց, ձևավորված, այո։ Մեծ դերը մանկուց։ Եսը անցնում է ձևավորման շատ դպրոցներ։ Այսինքն եթե եսին վերցնենք որպես ձևավորման երկու մեծ դպրոց է անցնում, մեծ դպրոց եթե նայենք երկու դպրոց է, մեկը մինչև ասենց ասած միջին տարիքի ճգնաժամը, մեկը ճգնաժամից հետո։ Միջին տարիքի ճգնաժամը որպես կանոն միջինում դա 30-35 տարեկանն է։ Մարդկա մի քիչ շուտ, մարդկա մի քիչ ուշ, բայց միջինում համարվում է այդ։ Եթե մի քիչ հասկանալի լեզվով ասենք, այդ որն է, ոչ միշտ, բայց հիմնականում այդ այն դեպքերն են, երբ որ թվում է թե ամեն ինչ ունես, բայց ինչ-որ բան ոնց որ պակաս լինի, ինչ-որ բան ինչի, ինչ-որ ուտե հարց առաջանում, լավ, ես ինչ եմ ուզում։ Այ մոտավորապես էսի այդ էտապն է։ Իսկ մանր դպրոցների եթե ասեմ, եսի ձևավորման դպրոցը առաջի հերթին ընտանիքը, մանկապարտեզը, հայաթը, բակը, ում հետ է, ինչ է, ոնց է, դպրոցը, դպրոցի դասատուները, համալսարանը, այդ ամեն ինչն էլ որոշ չափով այդ եսի ձևավորման վրա, այդ համոզմունքների ձևավորման հաստատման կամ արժեզրկման վրա իրանց դեր ունեն, բայց ամենահիմքը դա հայ ընտանիքն է։ Պարոն Պետրոսյան, գիտեմ, որ հոգեբանների հիմնականում ասում են, որ հոգեբանը խորհուրդ չի տալիս, բայց դուք ինչ խորհուրդ կտաք այս պահին մեզ լսողային մարդկանց, որոնք գիտակցում են թեկուզ հենց մեր հաղորդումից հետո, որ ունեն ինքնագնահատականի հետ կապված խնդիր, այդ խանդը իրենց կյանքում գերակշռում է եւ զգում են, որ առհասարակ իրենց հոգեկան առողջությունը այդքան էլ լավ վիճակում չէ։ Խորհուրդ կտամ նախ առաջինը դիմել մասնագետի, բայց դրանից բացի անկախ նրանից մասնագետին կդիմի թե չի դիմի, մինիմում այն որ ինքը կարա իր համար անի, դա հաստատ ինքը կարա անի։ Զբաղվի ինքնակրթմամբ, գտնի իր համար հետաքրքիր հոբբի, իր համար։ Սովորի հարգել իր ցանկությունները, սովորի հարգել իր կարիքները, անի այն ինչ որ ուզում է, չանի այն ինչ որ չի ուզում։ Նու абսուրդի մասին չեմ խոսում էլի։ Եվ եթե ինչ որ մի բան իր դուրը չի գալիս, ուղիղ դա ասի, ոչ թե ժողովրդի լեզվով ասած տեղավորվի, հալա ոչինչ։ Սովորի կարևորել իր հույզերը, ոչ թե դիմացինի հույզերը։ Այն որ մտածում ես, բա լավ, ոչինչ, ինքը բա կնեղվի։ Իսկ մի հատ հարցը, իսկ դու այդ ընթացքում ինչ կզգաս։ Կարա սա թվա, որ չէ որ դա էգոիզմ է։ Իսկ ով ասե, որ էգոիզմը վատ բան է։ Էլի սովետը սովորացրել է, որ եսը կարևոր չի, կարևորը մենքն է։ Որովհետև մասային սոցիումին կառավարելու համար, եթե ամեն մեկ իր եսը գրկի գնա մի կողմ, մենք չենք կարող կառավարենք։ Դրա համար դա ստիրակվել է երգերով, մուլտիկներով, կինոներով, ամեն ինչով, այն կաթիլ։ Սերմանվել է, որ եսը կարևոր չի, կարևորը մենքն է։ Ու մենք էլ տենց դա ստիրակվել ենք։ Այ կարևոր է գիտակցել, որ եսը կարևոր է ու էգոիզմը հեչ վատ բան չի։ Դա առողջ ինքնասիրությունն է, ինքնահարգանքն է, որը վատ բան չի, չէ։ Այսինքն սովորեն հարգեն իրանց կարիքները, իրանց հույզերը ու իրանց։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հիշեցնեմ այսօր կյանքի ճանապարհին բժիշկ հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանն էր։ Բաժանորդագրվեք եւ մեկնաբանություններում նշեք, թե ելում կցանկանաք տեսնել իմ եւ ձեր կյանքի ճանապարհին։